Մանդատներ, շնորհակալություն, դեմ, ոչ մի, ձեռնված, շնորհակալություն։ Ժամեր առաջ հիմնադրվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ընտրվեց վարչության կազմը։ Նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավարները հայտարարեցին, առաջնային նպատակն է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Առաջին ելույթը ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանինն էր, ասաց, որ ժողովրդին պարտության չեն տանելու, հաջողության հասնելու համար պատրաստվում են Հայաստանով մեկ տարածքային կառույցներ ստեղծել, յուրաքանչյուր ընտրատեղամասում էլ դիտորդներ ունենալ, ինստիտուցիոնալ ընդդիմություն են լինելու, իշխանափոխության նախկին փորձերը ուսումնասիրել են, սխալները չեն կրկնելու։ Այսօր ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այլպիսի մի կուսակցություն, որ մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում եւ հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով եւ ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը։ Ծրագրերի եւ խոստումների մասին քաղաքացիական պայմանագիրը կխոսի 1 տարի հետո խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել նաեւ մյուս ընտրություններին, այդ թվում նաեւ նախագահական հարցին արձագանքեց։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչ արդյունքներ մենք կարձանագրենք խորհրդարանական ընտրություններին, մեզ կտա փաստարկներ հետագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Քաղաքացիական պայմանագրի հիմնադիր համագումարում Փաշինյանը քննադատեց գործող եւ նախկին իշխանություններին, պնդելով ժողովրդին զրկել են պետություն ունենալու եւ քաղաքացի լինելու վստահությունից։ Ընտրությունների շարունակական կեղծումներով, հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործություններով հարված են հասցրել ժողովրդի ողնաշարին։ Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց իր տեղը երկրորդ շարքում։ Ազատության հետ զրույցում ասաց, սա եւս մեկ ապացույց է, որ իրենց կուսակցությունում բոլորը հավասար են եւ քաղաքացիական պայմանագիրը մարդ կուսակցություն չէ։ Պատգամավորի խոսքով նոր ուժը քաղաքական դաշտ նոր դեմքեր է բերելու։ Մենք բոլորս գիտենք, որ հիմա իմ գործունեության կամ չգիտեմ պատգամավոր լինելու բերումով ես մի քիչ ավելի հայտնի եմ, քան ուրիշները։ Դա չի նշանակում, որ մենք դա պետք է համարենք կայացած եւ անփոփոխ փաստ եւ առաջնորդվենք ըստ այդմ։ Մեր խնդիրն է, որ այս քաղաքական process-ի արդյունքում հայտնի դառնան եւ ավելի հայտնի դառնան ուրիշ նոր մարդիկ։ Հիմնականում երիտասարդներից կազմված կուսակցության մեծ մասը քաղաքացիական ակտիվիստներ են։ Ասում են միավորվել են, քանի որ ցանկանում են ուժեղ ընդդիմություն ստեղծել։ Կուսակցության նորընտիր վարչության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է, ընտրությունների ժամանակ երիտասարդներին ձայն կտան։ Պետական համակարգին, որը վատ համակարգ է, փդած համակարգ է, բայց այնուամենայնիվ համակարգ է, համադրենք մեր համակարգը, որպեսզի հասարակ ընտրողը իմանա ինքը ինչի հետ է փոխում, որպեսզի հասարակ ընտրողը ընդդիմությանը գնահատի 6000 դրամ գոնե այն բաժանված 5000 դրամի դիմաց։ Facebook-ում հայտնի Նավակ ճոճողն էլ Վիլեն Գաբրելյանը ասաց, որ նոր գաղափարներ ունեն եւ այնպես են անելու, որ քաղաքական դաշտում գերիշխող չլինեն միևնույն անձինք։ Ուսուցած նոր face-ով ներկայանալ ենք հանրությանը, նոր ուժով, որը որ այս պայմանությամբ կարծում եմ միակ ուժն է, որը որ վարկաբեկված չէ ու կազմված է նմանատիպ անդամներից։ Քաղաքացիական պայմանագրի ամենատարեց անդամներից մեկը 2008 թվականի մարտի 1-ից հետո ազատազրկված Սասուն Միքայելյանն է։ Նրա խոսքով երկիրը խնդիրների մեջ թաղված է, պետք է ուժ լինի, որը կլուծի դրանք։ Այդ ուժը նրա կարծիքով երիտասարդներն են։ Իմ ուժը երիտասարդներն են։ Մենք եկել ենք այդ երիտասարդներին ճամփա բացենք, որ գնան դեպի ապագա, ես բան չեմ անձամբ, եթե ինձ վերաբերում, ինձ ոչ մի բան պետք չի։ Հիմնադիր համագումարի ավարտին վարչության անդամները հայտարարեցին, որ փակ խորհրդակցություն են անցկացնելու ղեկավար ընտրելու համար։